Որպեսզի դու կանչ լինի դուրս եկեք։ Դուք էլ դուրս եկեք։ Դավիթ Արաքելյանը հուսա միջանցքում է, չի փախել մտել իր կաբինետը, կոնկրետ հարցադրումներ կան իրեն։ Պարոն Մանուկյան, շնորհակալություն ձեզ, ներողություն, որ ձեզ վատ իրավիճակում եք թողել։ Հանգիստ։ Լավ։ Հարգելի գործընկերներ, բոլորիդ ներկայացամ։ Ման Արաքելյան, ուր եք գնում։ Ոչ, կանգնեք, ձեր ապօրինի որոշման պատասխանը տվեք։ Ես ձեզ դատարանում, պարոն Արաքելյան, մեկ անգամ ինձ հավատարմագրումից զրկելու մասին հաղթել եմ։ Դուք մանիպուլացնում եք։ Ոչ, եկեք գնանք օրենքը բերեմ վճիռը ձեզ ցույց տամ։ Առաջի ատյանի դատարանի Դուք Ալեն Սիմոնյանի կամակատարն եք, պարոն Արաքելյան։ Դուք առաջի ատյանի դատարանի որոշումը դա դեռ հաղթանակ չի, օրենքի ուժի մեջ մտած չի։ Հա, լավ, վերաքննիչում եք բողոքարկել, փրփուրներից եք կախվել, պարոն Արաքելյան։ Խնդրում եմ լքել տարածքը։ Պարոն Արաքելյան, դուք չեք կարող մեզ զրկել շենք մտնելուց, դուք մեզ ապօրինի հավատարմագրումից եք զրկել։ Ոչ, հարգելի ՊՊՑ աշխատողներ, Գնացինք, հրավիրում ենք դուք։ Դոնա, հրավիրում, քենար։ Լսի։ այո, հասկացան։ Մի րոպե, դուք չեք որոշելու եմ եք ձերքերով Մի րոպե, պարոն Մանուկյան, քենար, մի րոպե։ Թույլ տվեք մեր գործընկերներին շատ կարճ պարզաբանել։ Պարոն Արաքելյան, ձեր պարտականությունների մասին դատարանը որոշում է կայացրել։ Մանուկյանը կուղեկցի ձեզ, շնորհակալություն։ Պարոն Մանուկյանը կուղեկցի, իսկ մենք ձեզ հետ կհանդիպենք դատարանում, որտեղ դուք ապօրինի մեզ զրկել եք հավատարմագրումից, բայց դուք իրավունք չունեք մեզ շենք մտնելուց զրկել, պարոն Արաքելյան։ Դատարանը կորոշի։ Ես ձեզ վստահեցնում եմ, եթե Ալեն Սիմոնյանը քաղաքացին ինչպես պնդում էր, թքեց քաղաքացու վրա, ձեռքերը ոլորել տվեց, պատասխանատվության չի ենթարկվել, այս դեպքում պատասխանատվության է ենթարկվել։ Այդ թվում եւ պարոն Կոնջարյանի ենթադրյալ բնակարանի կոռուպցիոն դրսևորումը իր կոկորտին է մնալ։ Ըստեյության ինչ է եղել առաջի ատյանում։ Չենք անում, Ժորժ ջան, դուրս լրատվական աշխատանք ես իրականացնում։ Ոչ, չէ, կբացատրեք դրսում, հարգելիս։ Դուք մտահամի հայտով եք մտահամի։ Դուք կբացատրեք, պարոն Մանուկյան, Ինչ եք խարդվել իրար։ Ձեր թույլտվությամբ սահմանված վայրում կանի հարց եք ուղղել։ Ինչ եք սրբուկացել։ ճանապարհը բացեք մի հատ։ Հարգելի օպերատորներ, խնդրում եմ ճանապարհը ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը մեզ ապօրինի զրկել է հավատարմագրումից։ Ես դեռևս 1 տարի առաջ, երբ որ ինքը նման որոշում կայացրեց Արթուր Հովհաննիսյանի ԿՊ խմբակցության քարտուղարի մասով, մենք դատարանում հաղթել ենք այդ գործը, իրենք բողոքարկել են վերաքննիչ դատարան։ Այսինքն Դավիթ Արաքելյանի արդեն իսկ կայացած մեկ որոշումը ինձ հավատարմագրումից զրկելու մասով արդեն դատարանում կա վճիռ, որ մենք հաղթել ենք, իրենք բողոքարկել են։ Հիմա հարգելի գործընկերներ, ազգային ժողովի պատգամավորը մենք եկել ենք եւ լուսաբանում ենք իր գործունեությունը։ Շոու եք անում, դուք Ալեն Սիմոնյանի շոուն եք անում։ Մենք չենք խոսում, գնացի։ Գնում ենք պարոն Մանուկյանի Պարոն Գեղամ Մանուկյանը Всё, շատ լավ։ Ձեզ ավելին ասեմ, գործընկերներ ջան, լսեք ուշադիր, ձեզ ավելին ասեմ, ԿՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը դեկտեմբերի 16-ին ազգային ժողովի աստիճանների մոտ սպառնացել է ինձ եւ իմ գործընկեր Սոնա Գրիգորյանին, որ դուք հեռացվելու եք։ Արթուր Հովհաննիսյանը այն պատգամավորն էր, որը թմրանյութի 0.24 գրամ թմրանյութի գործով քրեական վարույթով անցել է եւ այսօր եկել է մեզ սպառնալիքներ է հնչեցնում։ Հովհաննիսյանը լրագրող է եղել ու իրեն ազգային ժողովի շենքում են տվել լուսաբանել, տալ հարցեր են տեղ, որտեղ ինքը ցանկացել է։ Սա ինչի մասին է խոսում ես։ Իրենց ցանկալի հարցանչում, սա բոլորին է վերաբերվելու, հարգելի լրագրողներ, ով որ ոչ ցանկալի հարց հնչեցնի, հանելու են դուրս այսպես, որտեղ մենք Հայկ Կոնջարյանին փորձել ենք հարցնենք, որտեղից ձեզ Town House-ը, ինչպես է կարողացել գնել, ինչպես է ստացվում, որ դուք կարողացել եք 50% զեղչով գնել, ու դրա համար մեզ հանել են դուրս։ Սոնա, Ընդհանուր են գալիս համար, ընդհանուր
4 կլան գործել է Ալեն Սիմոնյան, Դավիթ Առաքելյան, Հայկ Կոնդորյան եւ Արթուր Հովհաննիսյան։ 4-ն էլ պատասխան են տալու։ Եթե հիմա Հայկ Կոնդորյանին, Ալեն Սիմոնյանին, Դավիթ Առաքելյանին եւ Արթուր Հովհաննիսյանին թվում է, թե մեզ ազգային ժողովում մեր մուտքը արգելելով, հավատարմագրումից զրկելով մենք իրենց չենք տեսնելու եւ իրենց կոնկրետ գործունեության մասով հարցեր չենք ուղղելու, չարաչար սխալվում են։ Շարունակվելով մեր մասնագիտական գործունեությունը, ավելին ձեզ ասեմ, կոնկրետ մեզ ապօրինի հավատարմագրումից զրկելու մասով հայցը արդեն այո, նախատեսված վայրում հարգելի գործընկերներ, սենյակ չենք մտել, ՊՊՑ աշխատակիցներին ձեզ վստահեցնում եմ, հարցրել ենք, անգամ հարգելի գործընկերներ, եկեք գնանք այդ մուտքը, գնում ենք մուտքը։ Ցույց տա մուտքը, որը մեզ համար նախատեսված է եղել, ՊՊՑ Դուրս ենք գալիս։ Վերջին հանցագործը չեմ։ Վերջին հանցագործը։ Դու քնար։ Գնում ենք դու։ Ես Օրինակապահանջին չես եթարկում։ Քեզ երեք։ Բայց ինքը իրավունք ունի սենյակը։ Ճանապարհը բաց է։